10 տիրադավներից Հովնան arczepiskopos Տերտերյանը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին, հայտարարել է ԱՄՆ արևմտյան թեմի դիվանատունը։ Վեհափառ Հայրապետի հրաժարականը պահանջող եւ Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգեվորականները, որոնք ստացել էին տիրադավ անվանումը, ավելի վաղ հայտարարել էին, թե չեն պատրաստվում մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին։ Տեսնում ենք տեսլական, որ պետք է փոփոխվի։ Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր, հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այսօր մենք տեսնում ենք, որ առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է, որովհետև Հայաստանում կա կես միլիոն մարդ աղքատության շրջանում։ Մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Մեր երկրի այս պահին հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Բայց տնտեսությունը կայուն վիճակում զարգանում է։ Օրինակ, ինչպես եք տեսնում, որ կայուն վիճակում զարգանում է, երբ որ մենք ունենք 14 միլիարդի արդեն բարգ։ Երբ մեր արդյունաբերությունը Սամվել Կարապետյանն է դա ասում։ Ասեմ, բացատրեմ։ Հարցրել եք 14 նա ներկայացնում էր մեր երկիրը, մեր հայրենիքը։ Եվ ասում է, որ օտարերկրյա ներդրողներին զարգացման վիճակում նա ներկայացնում էր Եվրասիական տարածաշրջանում ամենազարգացող երկիրն է։ Հիմա դուք ասում եք, չէ, այդպես չի։ Դուք համաձայն չեք Սամվել Կարապետյանը։ Պատասխանեմ, երբ որ մենք հյուրեր ենք ունենում արտերկրից, անգամ հիմա, երբ որ մենք ունենք ընդդիմադիր հայացքներ, խոր ընդդիմադիր անհամաձայնություն, մենք արտերկրի մեր հյուրերին, տնտեսության առումով Հայաստանի, ամենայն դեպս այս ամբողջ process-ի անգամ ժամանակ տալիս ենք դրական իմպուլսներ։ Այն ժամանակ էլ Սամվել Կարապետյանը տեսնելով խնդիրները, նա տվել է, քանի որ ներդրողների առաջ օտարերկրյա քո երկիրը պետք է գովաս որ գան։ Նարեկ Կարապետյանի խոսքով Հայաստանում ամենախոշոր ներդրողներից մեկը Սամվել Կարապետյանն է, ում համար Հայաստանի շահերը միշտ առաջնային են եղել։ Նա հիշեցրել է այս տարվա հունիսյան իրադարձությունները, երբ Սամվել Կարապետյանը դեմ դուրս եկավ իշխանությանը եկեղեցուն պաշտպանելու նպատակով, ինչին հաջորդեցին հեծի շուրջ հայտնի զարգացումները։ Հայաստանի առաջին ներդրողն է Սամվել Կարապետյանը, վերջին 5 տարին անընդմեջ ամենամեծ գործատուն է Հայաստանում։ Ինչպես նշեցի, Հունաստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ մեծ ներդրող է։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանում կամ այլ երկրներում նրա ներդրումները, Հայաստանը Սամվել Կարապետյանի հայրենիքն է։ Մենք բոլորս Սփյուռքում ունենք բարեկամներ, ովքեր Սփյուռքում ապրում են, բայց իրենց հայրենիքը համարում են Հայաստանի Հանրապետությունը։ Չեմ կարծում, որ աշխարհում ինչ-որ մարդ կասկածի տակ կարող է դնել այն գաղափարը, որ հայի համար ինչքան կարևոր է իր հայրենիքը։ Սամվել Կարապետյանի հայրենիքը Հայաստանն է, Հայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գերակշռում են քաղաքական թեմատիկայով խոսակցությունները, իսկ հասարակ ժողովուրդը իր խնդիրներով հանդերձ մնում է ստվերում։ Նրա խոսքով վերջին 30 տարիները ցույց են տվել, որ քաղաքական խոսույթի ավելացումը ինքնին որակ չի ապահովում։ Մեր երկրի բոլոր խոսակցությունները քաղաքական չեն պատմում մարդկանց մասին։ Մենք պետք է խոսենք մարդկանց մասին, այն մասին, թե ինչպես ենք աղքատությունից հանելու մարդկանց, եւ ոչ թե քաղաքական թեմատիկայով ամբողջ եթերը լցնենք։ Բայց դրանք հետևանք են իրար։ Գիտեք, քաղաքական որոշումների որակից է կախված մարդկանց բարեկեցությունը։ Կարծում եմ 30 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ինչքան էլ քաղաքական խոսույթը շատանա, դա որակ չի տալիս։ Այսինքն մարդ ունի աշխատատեղ չի ավելանում, հրազդանում աշխատատեղ չի ավելանում։ Ավելանում է աշխատատեղ տնտեսապես 250,000, եթե ոչ ավել, աշխատատեղ 7-8 տարվա ընթացքում, որի մեծ մասը որի մեջ եղել է պատերազմ, COVID, որի մեծ մասը եղել է ստվերը եւ 7-8 միլիարդ վարկ, որը հավասար է, որի մարումը հավասար է, եթե չլիներ մեր կենսաթոշակն 2 անգամ բարձր կլիներ։ Հիմնական խնդիրը նրանում է, որ Թրամփի ուղով մենք մեր հասարակության մոտ սխալ սպասելիքներ չառաջացնենք, թե ԱՄՆ-ի կողմից խաղաղությունը երաշխավորված է։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Կարապետյանի խոսքով ԱՄՆ-ի նման գերտերության մասնակցությունը Հայաստանի անվտանգային հարցերում ողջունելի է, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակ ամրապնդված կլինի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մեզ պետք է երաշխավոր։ Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային բազում դեպքերի ժամանակ, երբ մենք ունենք մեկ ընդհանրապես երաշխավոր, եւ օրինակ տարածաշրջանային երկրները ունենում են մեկ երաշխավոր, տարբեր ժամանակային փոփոխությունների արդյունքում այդ երաշխավորը ունենում է իր ազգային առաջնահերթությունները ու այն երկիրը, ում երաշխավորում են, մնում է առանց պաշտպանության։ Մի քանի երաշխավոր։ Մեկից ավելի երաշխավորը կօգնի մեզ, որպեսզի ունենանք երկարաժամկետ երաշխավորված խաղաղություն։
Սյունիքի մարզից բազմաթիվ ահազանգեր են եղել, որ դիմորդները չեն կարողանում հասնել միասնական քննությունների Սիսյանից Գորի ստանող ճանապարհի փակ լինելու պատճառով։ 21 TV News-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելի Վահանյանը հայտնել է, որ փետրվարին բացականերին հնարավորություն կտրվի մասնակցելու հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությանը, հաշվի առնելով, որ բացակայությունը հարգելի է համարվում։ Սյունիքի մարզի 158 դիմորդից Գորիսում քննություն հանձնողների թիվը 118 է։ Մնացած 40-ը Սիսյանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն, ասել է ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այցելության նպատակը խաղաղության ջանքերը շարունակելն ու Թրամփի ուղին առաջ մղելն է։ Թրամփը նշել է, որ պատրաստվում են Հայաստանի հետ կնքել համաձայնագիր խաղաղ միջուկային համագործակցության համար, ամրապնդել ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ եւ ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումները վաճառել Ադրբեջանին։ Ռեգուլյար բենզինի գինը եւս իջել է, այս պահին այն 420 դրամ է, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հայաստանի ամենամեծ բենզալցակայանների ցանց ունեցող ընկերություններից մեկը եւս գնել է ադրբեջանական бензин։ Նախարարի խոսքով այն շուտով կվաճառվի դարձյալ շուկայականից ցածր գնով։ Бажаю здоров'я, шановні українці. Сьогодні багато завдань, в тому числі Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների հիմնական թեման եղել է տարածքային խնդիրը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ українська та російська делегації. Була вже розмова важлива. Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտել այս պատերազմը, որն ինքն է սկսել, նշել է նա։ Զելենսկու խոսքով դեռ վաղ է եզրակացություններ անել, կտեսնենք, թե ինչպես կընթանա զրույցը եւ ինչ արդյունք կլինի, ասել է նա։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ բանակցություններում քննարկվել են պատերազմը դադարեցնելու մանրամասները եւ բանակցային գործընթացի հետագա անելիքները։ Ռուսական ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է Աբու Դաբիի հյուրանոցից անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստի երկրորդ օրվանից առաջ։ Երեկվա հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել, հայտնել է Reuters-ը։ Ըստ պարբերականի ԱՄՆ-ն ճնշում է գործադրում, որպեսզի Կիևը փոխզիջման գնա եւ ստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Ռուսաստանն այսօր հրթիռակոծել է Ուկրաինայի մայրաքաղաքը, մի շարք մարզեր եւ շրջաններ։ ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում տղամարդն իր Mercedes մակնիշի մեքենայով մխրճվել է օդանավակայանի մեջ։ 6 մարդ վիրավորվել է։ Վարորդը փորձել է փախչել ոստիկանությունից եւ անվտանգության աշխատակիցներից, սակայն նրան ձերբակալել են։ Հունգարիան թույլ չի տա Եվրամիության անդամ պետություններին միության միջոցով ֆինանսական օգնություն հատկացնել Ուկրաինային, գրել է վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցի իր էջերում։ Նա նշել է, որ Հունգարիայի համար առաջնային է իր քաղաքացիները եւ երկիրը դեմ է թե Ուկրաինայի անդամակցությանը, թե հունգարական բյուջեից Ուկրաինային գումար տրամադրելուն։ Ինդոնեզիայում սողանքի հետևանքով 7 մարդ է զոհվել, 82-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ երկրում չեն դադարում հորդառատ անձրևները։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում նույնպես առատ տեղումներ են։